Կա հիմա ունեմ, բայց ես 10 տարի, 20 տարի է ջուր չունեմ։ Դրա համար չեմ իմանում։ Հետնել եկած ժամանակ շատ վատնա, ջրի համը։ Տեպետ թաղամասի ոչ բոլոր բնակիչներն են գոհ ջրամատակարարումից, սակայն շուտով ջրամատակարարման որակն այստեղ կբարելավվի։ Արդեն 10 օր է քաղաքի ներքևի և վերևի հատվածներում սկսվել են ջրամատակարարման ցանցի վերանորոգման աշխատանքները։ Ալավերդի քաղաքի ներքևի հատվածում այս պահին աշխատանքներ են իրականացվում ջրավազան և Տեպետ թաղամասերում։ Ջրավազան թաղամասում վերանորոգվում են ջրավազանները, իսկ Տեպետ թաղամասում աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Դե ավելի լավ կլինի, այն ժամանակ որ հոսքը տենց ընդհանուր լավը չի եղել, ամենք իրանց համար ջրի տրուբաներ բան են քաշել, հիմի ընդհանուր կլինի, բոլորն էլ գոհ կլինեն։ Ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքները կատարում են Շինաշխարհ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատակիցները։ Աշխեհ Արամ Ֆաֆոյանը նշում է, որ աշխատանքներն ընթանում են նորմալ հունով եւ անգամ եղանակային վատ պայմանները որևէ խոչընդոտ չեն հանդիսանում։ Բացի հատուկ մասնագետներից շինարարական աշխատանքներում ընդգրկված են նաև տեղի բնակիչներ։ Սանահին Սարահարթ թաղամասում այս պահին աշխատում է 6 բանվոր, 2 քանդող, 2 ինքնաթափ մեքենայով։ Քաղաքի ներքևի հատվածում աշխատում է 10 բանվոր, 3 եռակցող մասնագետ, 4 քանդող մեքենա եւ եւս 1 մեքենա, որը կտրում է ասֆալտը։ Իդեպ մեքենան այնպես է աշխատում, որ հնարավորինս փոքր տարածք քանդվի, որպեսզի հետագայում ասֆալտի շերտի վերականգնումը համեմատաբար հեշտ լինի։ Աշխեհ Արամ Ֆաֆոյանը շտապում է վստահեցնել, որ ջրագծերի նորոգումից անմիջապես հետո կսկսվեն նաև ասֆալտապատման աշխատանքներ եւ բնակիչների այն մտավախությունը, որ աշխատանքների ավարտից հետո ասֆալտի շերտն այդպես էլ քանդված կմնա անհիմն է։ Ծրագիրն ավարտին է հասցվելու հաջորդ տարվա մայիս ամսին։ Էմմա Պետրոսյան, Վահե Աղամյան, լուրեր։